Ողջույն, երկրի ուղեծրին պտտվող արբանյակներին մշտապես սպառնում է անտեսանելի թշնամին։ Այն չի երևում լուսանկարներում ինչպես սովորական տիեզերական աղբը, սակայն դանդաղ ու համառորեն շարքից դուրս է բերում սարքավորումները։ Խոսքը բնականաբար ճառագայթման մասին է։ Երկրի մագնիսական դաշտից դուրս էլեկտրոնային սարքավորումները մշտապես գտնվում են տիեզերական ճառագայթների ու բարձր էներգիայով մասնիկների հրետակոծման տակ։ Դրանք աստիճանաբար վնասում են միկրոսխեմաները, խոտաններ առաջացնում բյուրեղային ցանցում, կուտակում սխալներ։ Սարքը կարող է շարունակել աշխատել, սակայն նրա սխեմաները ներսից դանդաղ դեգրադացվում են։ Սովորաբար խնդիրը լուծում են պարզ եղանակով, էկրանավորմամբ։ Պաշտպանիչ նյութերի հաստ շերտերն իրենց վրա են վերցնում հարվածը, սակայն նման լուծումն ունի գին, լրացուցիչ զանգվածի տեսքով, իսկ յուրաքանչյուր ավելորդ կիլոգրամ խոշոր գումար է հրթիռի մեկնարկի ժամանակ ու ավելի քիչ տարածություն օգտակար բեռի համար։ Ֆուդանի համալսարանի հետազոտողներն առաջարկել են մոտեցում, որն առաջին հայացքից պարադոքսալ է թվում։ Էլեկտրոնիկան ճառագայթումից պաշտպանելու փոխարեն նրանք որոշել են այնքան բարակ դարձնել այն, որ դրանում ոչնչացնելու գրեթե ոչինչ չմնա։ Մշակման հիմքում մոլիբդենի դիսուլֆիդ կոչվող երկչափ նյութ է, որն իրենից ներկայացնում է ընդամենը 1 ատոմ հաստություն ունեցող թաղանթ։ Համեմատության համար մարդու մազը մոտ 100,000 անգամ ավելի հաստ է։ Սովորական սիլիցիումում անցնող մասնիկն իր հետևից թողնում է խոտանների շղթա, իսկ ատոմների բարակ շերտի դեպքում այն անցնում է գրեթե չփոխազդելով նյութի հետ։ Կարևոր է, որ խոսքը լաբորատորիայում ստեղծված միակ տրանզիստորի մասին չէ։ Գիտնականները 4 դյույմանոց հարթակի վրա աճեցրել են մոլիբդենի դիսուլֆիդի թաղանթն ու հավաքել ռադիոհաճախական կապի լիարժեք համակարգ իր հաղորդիչներով ու ընդունիչներով, որոնք աշխատում են 12-ից 18 գիգահերց միջակայքում։ Սրանք արբանյակային հաղորդակցությանը հատուկ հաճախականություններ են։ Ապա սկսվել են փորձարկումները, սկզբում երկրի վրա։ Սխեմաները ճառագայթել են հզոր գամմա ճառագայթմամբ, նմանակելով կոշտ տիեզերական պայմանները։ Ապա նմուշներն ուսումնասիրել են էլեկտրոնային մանրադիտակի տակ, վերլուծել բյուրեղային ցանցի կառուցվածքը, ստուգել քիմիական կազմն ու չափել էլեկտրական պարամետրերը։ Զգալի դեգրադացիա չի հայտնաբերվել, բնութագրերը գործնականում չեն փոխվել։ Հաջորդ փուլն իրական տիեզերքն էր։ Համակարգն արձակել են մոտ 517 կիլոմետր բարձրության ուղեծրի վրա եւ թողել այնտեղ 9 ամիս շարունակ։ Այս ժամանակահատվածում էլեկտրոնիկան անընդմեջ հաղորդել եւ ընդունել է ազդանշաններ։ Տվյալների փոխանցման սխալների հաճախականությունը մնացել է 10-8 աստիճանից ցածր, ինչը հուսալի արբանյակային կապի մակարդակն է։ Որպես հնարավորությունների ցուցադրություն համակարգը հաջողությամբ փոխանցել եւ ընդունել է համալսարանի օրհներգը առանց աղավաղումների եւ կորուստների։ Ամենատպավորիչ արդյունքը կապված է ռեսուրսի հաշվարկների հետ։ Օգտագործելով ռադիացիոն իրավիճակի մասին տվյալները, հետազոտողները գնահատել են, որ գեոստացիոնար ուղեծրի վրա նման էլեկտրոնիկան տեսականորեն կարող է գործել մինչև 271 տարի, այսինքն այնտեղ, որտեղ ճառագայթման մակարդակը զգալիորեն ավելի բարձր է, քան ցածր երկրամերձ ուղեծրին։ Եթե այս գնահատականները հաստատվեն հետագա փորձարկումներում, մոտեցումը կարող է փոխել տիեզերական տեխնիկայի նախագծման սկզբունքները։ Հնարավոր է ստեղծել պատվաստանյութ, որը պաշտպանում է ոչ թե մեկ կոնկրետ վիրուսից, այլ շնչուղիների վարակների ամբողջ համալիրից։ Այս ուղղությամբ քայլ են արել ամերիկացի հետազոտողները։ Նրանք մշակել են ներքթային կամ ինտրանազալ պատվաստանյութ, որը մկների վրա գիտափորձերում ապահովել է երկարատև պաշտպանություն միանգամից մի քանի տարբեր պաթոգեններից, ներառյալ կորոնավիրուսն ու ոսկեգույն ստաֆիլոկոկը։ Աշխատանքը հրապարակվել է Science ամսագրում։ Այսօր պատվաստանյութերի մեծամասնությունը գործում է կոնկրետ պաթոգենի դեմ, սակայն շնչուղիների վիրուսներն ու բակտերիաները շատ արագ են փոխվում։ Առաջանում են նոր շտամներ, տեղի են ունենում մուտացիաներ, հակագենային դրեյվ եւ շիֆտ։ Բացի այդ, պարբերաբար հայտնվում են նախկինում անհայտ պաթոգեններ։ Արդյունքում պաշտպանությունը կարող է թուլանալ, իսկ նոր պատվաստանյութերի պատրաստումը ժամանակ է պահանջում։ Խնդրի լուծման հնարավոր ուղիներից մեկը ոչ թե յուրաքանչյուր նոր վիրուսի հետևից ընկնելն է, այլ օրգանիզմի սեփական պաշտպանիչ մեխանիզմների ուժեղացումը։ Հայտնի է, որ որոշ կենդանի թուլացված պատվաստանյութեր կարող են ապահովել ոչ սպეციფიկ պաշտպանություն, այսինքն բարձրացնել դիմադրողականությունը նաև այլ վարակների նկատմամբ։ Այս էֆեկտը կապում են ԻԾՆ իմունիտետի վարժեցման հետ։ Իմունային բջիջները ստիմուլյացիայից հետո անցնում են էպիգենետիկ եւ մետաբոլիկ վերակարգավորում, ինչի շնորհիվ ավելի արագ եւ ակտիվ են արձագանքում սպառնալիքներին։ Ստենֆորդի համալսարանի բժշկական դպրոցի թիմը օգտագործել է հենց այս սկզբունքը։ Գիտնականները ստեղծել են ինտրանազալ ներարկման դեղամիջոց, այսինքն սպրեյ, որն անմիջականորեն ազդում է շնչուղիների լորձաթաղանթի վրա։ Պատվաստանյութը ներառում է 4, 7 եւ 8 տիպի թոլանման ռեցեպտորների ագոնիստներ, մոլեկուլներ, որոնք ակտիվացնում են ԻԾՆ իմունիտետը, ինչպես նաեւ մոդելային օվալբումին հակագենը։ Թոլանման
Նման ռեցեպտորները իմունային համակարգի յուրահատուկ վտանգի սենսորներն են, որոնք ճանաչում են մանրեներն ու գործարկում պաշտպանական ռեակցիան։ Դեղամիջոցը 4 անգամ ներարկել են մկներին, ապա գնահատել նրանց դիմադրողականությունը։ Իմունիզացիայից 21 օր, 40 օր ու նույնիսկ 3 ամիս անց կենդանիներին վարակել են կորոնավիրուսով։ Պատվաստված մկները զգալիորեն քիչ են քաշ կորցրել, իսկ անալիզները ցույց են տվել ավելի ցածր վիրուսային բեռնվածություն կոնտրոլային խմբի համեմատ։ Նմանատիպ արդյունքներ են ստացվել նաև ոսկեգույն ստաֆիլոկոկով, ինչպես նաև այլ վիրուսներով ու բակտերիաներով վարակման դեպքում։ Հասկանալու համար, թե ինչի շնորհիվ է այսպիսի պաշտպանությունն առաջանում, հետազոտողները մանրամասն ուսումնասիրել են իմունային պատասխանը։ Պարզվել է, որ պատվաստանյութը թոքերում ինդուցում է հատուկ CD4+ ու CD8+ T բջիջների ձևավորումը։ Այս բջիջները ոչ միայն ճանաչում են օվալբումին հակագենը, այլև ստեղծում են միջավայր, որում բորբոքումն ավելի մեղմ է ընթանում, իսկ վարակն ավելի արդյունավետ է վերահսկվում, նույնիսկ եթե վարակի հարուցիչն այլ է։ Բացի այդ, թոքային հյուսվածքում ձևավորվում են այսպես կոչված երրորդային լիմֆոիդ կառուցվածքներ, տեղական իմունային հանգույցներ, որոնք ուժեղացնում են վարակի նկատմամբ պատասխանը։ Ալվեոլյար մակրոֆագերն անցնում են էպիգենետիկական վերածրագրավորում եւ դառնում են ավելի ակտիվ։ Այս ամենը խոսում է շնչուղիների տեղային իմունիտետի համալիր վերակառուցման մասին։ Հեղինակները շեշտում են, որ առայժմ խոսքը կենդանիների վրա նախակլինիկական հետազոտությունների մասին է։ Անհրաժեշտ է գնահատել նման մոտեցման անվտանգությունն ու արդյունավետությունը մարդկանց մոտ։ Այնուամենայնիվ, արդյունքները ցույց են տալիս, որ օդակաթիլային վարակների նկատմամբ ընդհանուր դիմադրողականությունը բարձրացնող համընդհանուր ինտրանազալ պատվաստանյութը պարզապես տեսական գաղափար չէ, այլ բավականին հասանելի նպատակ։ Ինչպես են կապված Բախի երաժշտությունը, Էշերի գրաֆիկական պատկերներն ու Գյոդելի խիստ մաթեմատիկական ապացույցները։ Այս հարցի պատասխանը մի անգամ տվել է Դուգլաս Հոֆշտադտերը, գիտնական, ով պարադոքսը դարձրել է իր հիմնական գործիքը։ 1979 թվականին նրա Գյոդել Էշեր Բախ այս անսահման ծաղկաշղթան գիրքը ստացավ Պուլիցերյան մրցանակ։ Գրքում Հոֆշտադտերը ցույց է տալիս, թե ինչպես են ֆորմալ համակարգերի անամբողջական լինելու մասին Կուրտ Գյոդելի գաղափարները համընկնում Մաուրից Էշերի անվերջ սանդուղքների եւ Յոհան Սեբաստիան Բախի ֆուգաների հետ։ Այս ամենը ինքնահղման այն համակարգերի մասին է, որոնք կարող են խոսել իրենց մասին։ Հոֆշտադտերը նրանցից մեկն է, ով լրջորեն հարցրեց, հնարավոր է արդյոք մեքենայում վերարտադրել մարդկային գիտակցությունը։ Նա ուսումնասիրում էր գիտակցության, անալոգիաների եւ ստեղծագործականության բնույթը, աշխատելով ֆիզիկայի, ինֆորմատիկայի ու կոգնիտիվ գիտության հատման կետում։ Նրա հիմնական միտքը հնչում է պարզ եւ համարձակ։ Եսը ինչ-որ առեղծվածային միստիկ էություն չէ, այլ ուղեղում առաջացող ինֆորմացիա յուրահատուկ նախշ։ Ու եթե հաջողվի հասկանալ այդ նախշը, կկարողանանք մոտենալ գիտակցության գաղտնիքի բացահայտմանը։ Հոֆշտադտերն արեց հազվագյուտ մի բան։ Նա մաթեմատիկայի ու փիլիսոփայության ամենաբարդ գաղափարները վերածեց մտավոր արկածի, որը կարդացվում է ինչպես գիտակցության բնույթի մասին դետեկտիվ պատմություն։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։